Դուք բացում եք Facebook-ը ու տեսնում, որ հարյուրավոր մարդիկ նույն բանն են ասում։ Փորձում եք հակաճառել, բայց ապարդյուն, որովհետև ֆիզիկապես չեք կարողանում դիմակայել, եթե ոչ մի քանի 100, ապա մի քանի տասնյակ մարդու նույնաբովանդակ կարծիքին։ Իսկ ինչ կասեք, եթե պարզվի, որ այդ հարյուրավոր մարդկանց կեսն ընդհանրապես գոյություն չունի։ Սոցիալական ցանցերը վաղուց դադարել են լինել պարզապես հաղորդակցման հարթակ, դրանք դարձել են քաղաքական ազդեցության գործիք ու այդ ազդեցությունն ըստ մասնագետների ամենից հաճախ ապահովում է fake, այսինքն կեղծ հաշիվների միջոցով։ Պատկերացրեք, ես եւ դուք մրցակից քաղաքական կուսակցություններ ենք։ Ես կարող եմ ձեր դեմ օգտագործել իմ ֆեյքերի բանակը եւ օրինակ ճանաչեմ ձեզ կամ ուրիշների մոտ տպավորություն ստեղծեմ, որ ձեզ ոչ ոք սիրում կամ հակառակը, որ բոլորը ինձ են սիրում, հա։ Ինչ է fake հաշիվը, ինչպես է այն աշխատում ու ինչու դա պետք է անհանգստացնի։ Fake կամ կեղծ հաշվի 3 հիմնական տեսակ կան։ Bot. Սա ավտոմատ ծրագիր է, որ ինքնուրույն գրառումներ ու մեկնաբանություններ է անում 24 ու 7 ռեժիմով։ Կեղծ ինքնության հաշիվ, որ ստեղծվել է մեկ ուրիշ մարդու անունով, իրական կամ հորինված, եւ այսպես կոչված ֆերմա։ Դրանք հարյուրավոր հաշիվներ են, որոնք կառավարվում են մեկ կենտրոնից եւ շատ հաճախ աշխատացնողները դրա դիմաց վճարվում են, բառ ասած ստանում են աշխատավարձ։ Fake հաշիվները ոչ թե պատահաբար են ստեղծվում, այլ հստակ նպատակով՝ ազդել հանրային կարծիքի վրա, ստեղծել մեծամասնության պատրանք կամ ֆիզիկապես ճնշել ու վախեցնել իրական մարդկանց։ Ֆեյքերը օգտագործվում են մի քանի բանի համար։ Ստեղծել տպավորություն, որ օրինակ այս կամ այն գործին կամ կազմակերպությանը շատ մարդ է աջակցում։ Fake հաշիվների ցանցերն ունեն հստակ կառուցվածք՝ կա ղեկավար կենտրոն, ֆերմա, աշխատողներով ու հարյուրավոր պատրաստի հաշիվներ, որ ակտիվանում են, երբ հրաման է գալիս։ Հաճախ օգտագործվում են արհեստական բանականության հնարավորությունները տեքստերն ավտոմատ ստեղծելու համար։ Լինում են քողարկված գործողություններ, երբ որ օրինակ ես ձեր աջակիցների ֆեյքեր եմ ստեղծում եւ այդ աջակցությունը անում եմ շատ կոշտ, հռի եւ բացահայտող ձևով, որպեսզի տպավորություն ստեղծեմ, որ դուք օգտագործում եք ֆեյքեր։ Այսինքն այստեղ շատ բավականին տարբեր սցենարներ կարող են լինել։ Կան հիմնական հատկանիշներ, որոնց օգնությամբ սովորական մարդը կարող է ճանաչել նոր ստեղծված fake օգտատերերին։ Օրինակ, հաշիվը ստեղծվել է վերջերս, ակտիվություն գրեթե չունի, ունի քիչ ընկերներ, գրեթե չկան անձնական կամ խմբակային լուսանկարներ։ Իսկ բովանդակությունը կրկնվող է, նույն տեքստը, նույն ուղղագրական սխալներով, գրված տարբեր անուններից։ Կադրերում երևում են օրինակներ, որոնք առանձնացրել են գործող իշխանության Facebook-ի էջերի հրապարակումների մեկնաբանություններից։ Ինչ են անում fake հաշիվները հասարակության հետ։ Fake հաշիվների նպատակը միայն մեկնաբանություն թողնելը չէ։ Ըստ մասնագետների նրանք կատարում են մի քանի շատ ավելի վտանգավոր ֆունկցիա։ Կեղծ մեծամասնության էֆեկտ, երբ մի հրապարակման տակ կա օրինակ 500 հոգու նույնաբովանդակ մեկնաբանություն։ Եվ հենց այստեղ իրական մարդը մտածում է, որ երևի բոլորն այդ կարծիքն ունեն կամ համաձայնում է կամ լռում, որ խելագար չթվա։ Սա կոչվում է լռության պարույր ու դա fake հաշիվների ամենահզոր հոգեբանական գործիքն է։ Նույնիսկ տերմին կա աստրոտուրֆինգ կոչվում, երբ որ ձևավորվում է հանրային, օրինակ, կեղծ պահանջ կամ հանրային աջակցություն։ Ֆեյքերը հաճախ ճնշում են իրական ձայները։ Մարդ, որ փորձում է հակառակ կարծիքը արտահայտել, հանկարծ ստանում է տասնյակ ֆեյքերի գրոհ։ Ծաղր, սպառնալիք, ծայրահեղ դեպքերում անձնական տվյալների հրապարակում։ Արդյունքում իրական ձայներն անհետանում են ու fake ձայնը դառնում է հաղթող։ Այս ամեն ինչը արվում է արհեստական մեծամասնության, ուրեմն էֆեկտ ստանալու համար։ Մինչդեռ իսկապես այդ ֆեյքերի ետևում ինչ-որ մարդիկ են, ովքեր այդ գործով են զբաղված եւ մեկը ներկայանում է, չգիտեմ, հարյուրավորների անունից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ fake ակտիվությամբ հրապարակված կարծիքները կարող են ազդել ոչ միայն սովորական օգտատերերի, այլ նաեւ լրատվամիջոցների, քաղաքական մեկնաբանների ու ի վերջո ընտրողների վրա։ Ալգորիթմն ավելի ժողովրդական է համարում ու ավելի շատ մարդու ցույց է տալիս այն բովանդակությունը, որ հավաքում է հարյուրավոր ռեակցիա, նույնիսկ եթե դրանք fake ռեակցիաներ են։ Արհեստականորեն մեծամասնության պատրանք է ստեղծվում։ Ըստ էության այդ կարծիքների ետևում նստած են ֆեյքեր։ Չնայած այդ ֆեյքն էլ է իրական մարդ, բայց բոլոր դեպքերում դա մեծամասնություն չէ։
հա իրենք չգիտեմ փողով աշխատող մարդիկ են, հա որ իրենց բոլոր բարոյական եւ այլն ինչ որ բաները հա չափանիշները մի կողմ դրած զբաղված են այդ կեղծ տեղեկատվության տարածմամբ։ Ինչ կարող է անել սովորական մարդը։ Ֆեյք հաշիվների դեմ ամենաարդյունավետ զենքը իրազեկված լինելն է։ Մետան, Facebook-ի ու Instagram-ի կառավարող ընկերությունն ամեն տարի հայտնում է 100,000-ավոր կեղծ հաշիվների հեռացման մասին, սակայն մասնագետների կարծիքով հայտնաբերված հաշիվները ֆեյքերի ընդհանուր թվի փոքր մասն են կազմում։ Մետան իր ներքին տվյալների վրա նաև հիմնվելով, օրինակ իրանք տեսնում են IP հասցեները, որ սարքերից են աշխատում եւ այլն, պարբերաբար զեկույցներ է հրապարակում ուրեմն այդ ֆերմաների ֆեյքերի ոչնչացման մասին։ Ֆեյք հաշիվներն ի վերջո կեղծ են ոչ միայն անունով, այլև ամբողջ գոյությամբ, բայց դրանց ազդեցությունն իրական է ու շատ ավելի մեծ, քան կարող եք պատկերացնել։ Եվ ամեն անգամ, երբ Facebook-ում կարդաք, որ բոլոր կողմերից, բոլոր մարդիկ, բոլոր հարցերում եւ բոլոր դեպքերում համաձայն են, հիշեք, ֆեյք հաշիվը նրա համար է ստեղծված, որ ձեզ հավատացնեն։